Ժամը 13-ն Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականն մեկնարկում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Ալինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Հոկտեմբերի 27-ից որոնվող Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրանին հայրն է սպանել խեղտամահ անելու ճանապարհով։ Այսօր տեղեկացրել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հիշեցնեմ, կիրակի նոյեմբերի 2-ին գրեթե մեկ շաբաթ շարունակվող որոնումների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Տիգրանի մարմինը։ 3 երեխայի մարմինն է հայտնաբերվել դաշտամիջյան հատվածում եւ այս պայծրությամբ պիտի նշեմ, որ ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին, այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք եղբայրը պատմում էր, որ խեղդել են, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնեմ։ Հայրը տարել նետ է, հա, երեխային հետ հաստատ։ Ես ասեմ, որ երբ որ դեպքը տեղի է ունեցել եւ մենք սկսել ենք որոնողափրկարարական աշխատանքները ամբողջ հարակից հատվածով, իրականացվել է տարածքի ճակերտավոր ասած սարում եւ յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պայմաններում ըստ նախնական ցուցմունքի երեխայի հոր նա երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքների։ Թեմային մենք ավելի մանրամասն կանդրադառնանք դեռ մեր շետակա թողարկումներում, շարունակենք այժմ ներքին գործերի նախարարության 2026-ի բյուջեն կկրճատվի 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է հայտարարել պետական բյուջեի նախագծի քննարկմանը։ Նախարարը պարզաբանել է, նվազեցումները տեղի են ունեցել երկու ծրագրերի մասով, գերատեսչության բյուջեի նախագծի մյուս կետերը չեն ներկայացվել։ Դրանք կքննարկվեն փակ նիստում։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ եւ ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ եւ վերահսկողություն ծրագրերով հիմնական միջոցները ծախսվում են երկրորդ նշված ծրագրով, այստեղ ծրագրի միջոցառումների մեջ են տարբեր նվազեցումներ եւ ավելացումներ, կարծում եմ, որ նախարարը այդ հարցերը հասցեագրի։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը քննարկմանը հայտնել է, որ վիճակագրական տվյալների համաձայն մեր երկրում ծրագրված հանցագործությունները շատ փոքր տոկոս են կազմում։ Անդրադառնալով սպանությունների դեպքերին, նախարարն ընդգծել է, հանրապետության մակարդակով շարունակում են գերակշռել կենցաղային բնույթի սպանությունները։ Վերափոխումներ չի ունենում, ընդ որում երբ որ խոսում ենք նաև ընդհանուր գրանցված դեպքերի մասին, պիտի փաստեմ, որ նաև վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպիսին չունենք, եւ նաև պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։
Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանը և եղբորորդին Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են։ Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ցուցմունքներ են տվել, իսկ միջադեպի տեսագրությունը ներկայացվել է քննիչին։ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններին քննչական կոմիտեն մեղադրում է քարոզչությանը խոչընդոտելու համար և միջնորդել է դատարանին կալանավորել նրանց։ Քննչական մարմինը և դատախազությունը գնացել են մեկ անձի ցուցմունքի հիման վրա մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ճանապարհով։ Հաշվի չեն առել Ներսիսյանների ցուցմունքները և տեսագրությունը, գրել է Զոհրաբյանը և տեսագրությունը վկայակոչելով, պնդել, որ իրականում չկա նույնիսկ հանցագործությանը նմանվող դեպք և Ներսիսյաններն ընդամենը հրաժարվել են Հանրապետություն կուսակցության ներկայացուցչի քարոզչական հանդիպման մասնակցելու հրավերը։ Կիրակի օրը Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցում երկրորդ պատարագն է տեղի ունեցել, որը Մայր Շաթորն անվանում է քաղաքական բեմադրություն, նույնիսկ պղծություն։ Այդ միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, պատգամավորներ, համայնքապետեր, մարզպետեր։ Այս անգամ ևս եկեղեցու բակում եղել են մեծ թվով ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ։ Իսկ այդ ընթացքում Գարեգին II վեհափարի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով պատարագ է մատուցվել Մայր տաճարում, որտեղ կատարվել է նաև հանրապետական մաղթանք, աղոթք է հնչել Բաքվում պահվող հայ գերիների և Հայաստանում բանտարկված սրբազանների ու գործարար Սամվել Կարապետյանի համար։ Ամբողջ պատարագի ընթացքում տաճարում էր Սկևրայի Սուրբ Մասունքների տուփը։ Կիրակի երկրորդ պատարագն էր Հովանավանքում, որը Մայրաթոռը բնորոշում է պղծություն։ Հավաքվածներն իրենց պատասխանն ունեն, թե ինչու են եկել։ Ինձ վերել է հայ խիղճը, հավատը, սրբությունը։ Այսօր գիտեք ինչ, մենք մի բան ունենք, մի խնդիր, ազգին փրկելու համար, մենք ինքնուրույնությունն ու ինքնապաշտպանությունը ապահովելու համար։ Չնայած Տեր Արամին կամ Ստեփան Ասատրյանին Մայրաթոռը կարգալույծ է հռչակել եւ նա եկեղեցու կանոններով պատարագ մատուցել չէր կարող, նախկին քահանան արդեն երկրորդ կիրակին է անում է դա, արգելելով մյուս հոգևորականների մուտքը Հովհանավանք, թեևս տեության դրա իրավունքն ունի միայն Մայրաթոռը, իսկ Մայրաթոռը հենց Ստեփան Ասատրյանի մուտքն է եկեղեցի արգելել։ Եվ հետևանքը եղել է այն, որ ես պետքա Հովանավանքում չմնայի, իսկ իմ չմնալու ուրեմն օգնող միջոցները եղել են այդ հոգևորականների այստեղ գտնվելը։ Եվ քանի որ անարդարություն էր գործվել, այդ իսկ պատճառով ես արգելել եմ նրանց մուտքը Հովանավանք։ Լրագրողների ու հավաքվածների մեջ էլի լարված խոսակցություններ կային, ինչպես նախորդ կիրակի։ Դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուր ես, սարքես համասեռամոլ, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասա, ինքներդ ասացի։ Ազատորեն վերցնելու ասու դրան մոտ եմ, չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածներդ լրիվ ցրեմ, լրիվ կասկածներդ։ Ու մի հատ էլ սենց քեմ երեսիդ։ Այս մարդու մասին սկսեցին տեսանյութեր տարածվել, որ իր բլոգում արդեն խոստովանել էր սեռական կողմնորոշման մասին։ Հա ես գոմիկ եմ, ինքս նիկոլական եմ, ես ինքս ու հպարտ եմ։ Եվ լրատվամիջոցներից մեկը նախորդ պատարագին գրել էր դա, իսկ ինչպիսին էր ոստիկանների արձագանքը։ Տեղի ունեցավ, չէ, մենք ուշ եկանք, այդ դեպքի հետ ակապված։ Հիմա այլևս այդ անձը, եթե դուք չմոտենաք, հարցադրումներ չտա, իր նախաձեռնությամբ ոչ կմոտենա ձեզ, ոչ էլ ինչ-որ արտահայտություններ կանի։ Իշխանության ներկայացուցիչներ այս անգամ էլ կային, վարչապետը, նախարարներ, պատգամավորներ եւ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ որոշ հավատացյալներ, որոնք իրենց պարտքն էին համարում լրագրողների ձեռքից պաշտոնյաներին փրկելը։ Պատգամավոր եք, ես մի հատ ընդհատեմ, հետո շարունակեք։ Չես նկատում, որ ես բոլորը խեղաթյուրում են, վատ երևույթներ են ստեղծում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Բրիտանական Էքսպրեսը վկայակոչելով Amsterdam and Partners միջազգային իրավաբանական ընկերության զեկույցը գրում է, որ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում դավանանքի ազատությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Զեկույցում Հայաստանի վարչապետը մեղադրվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա կոշտ հարձակման մեջ։ Նա ձգտում է տապալել նրա առաջնորդ Գարեգին II կաթողիկոսին ու բանտարկել բարձրաստիճան հոգևորականների եւ ծխականների, իսկ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել կառավարությանը քննադատելու համար, գրում է լրատվամիջոցը։ Բրիտանիայի խորհրդարանի կրոնի ազատության հարցերով բազմակուսակցական խորհրդարանական խմբի փոխնախագահ Լորդ Ջեքսոնն ասել է. «Միտքը, թե աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ ու ժամանակակից Եվրոպայում հավատացյալ քրիստոնյաներին բանտ են նետում իրենց հավատքը պաշտպանելու համար, սարսափելի է»։
Կիրակի երեկոյան Համաս խմբավորումը միջազգային Կարմիր խաչի կոմիտեի աշխատակիցներին է հանձնել ևս 3 զոհված պատանդների մարմիններ, որոնք տեղափոխվել են Իսրայել նույնականացման համար։ Եթե փորձաքննությունը հաստատի, որ Համասի հանձնած մարմիններն իսկապես պատկանում են զոհված գերիներին, ապա Գազայի հատվածում կմնան ևս 8 պատանդների մարմիններ։ Մինչև այդ Համասի զինյալները հանձնել էին մարմիններ, որոնք չէին պատկանում Գազայում պահվող զոհված պատանդներից եւ ոչ մեկին։ Մինչև օրս Համասն Իսրայելին է հանձնել 28 պատանդներից 17-ի մարմինները։ Իսրայելն իր հերթին Գազա է ուղարկում սպանված պաղեստինցիների մարմինները։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Կենջոյանը։ Վաղ առավոտյան Աֆղանստանի հյուսիսում Մազարի Շարիֆ քաղաքի մոտ տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Նախնական տվյալներով զոհվել է առնվազն 7 մարդ, ավելի քան 150-ը վիրավորվել են, եւ իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կավելանա։ Ստորգետնյա ցնցումները զգալի վնաս են հասցրել մասնակիորեն ավերել քաղաքի պատմական սրբավայրը՝ Կապույտ մզկիթը։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտարարել է նարնջագույն մակարդակի տագնապ, նախազգուշացնելով, որ աղետը կարող է լայնածավալ լինել մի երկրում, որը հաճախ է բախվում երկրաշարժերի եւ ունի թույլ ենթակառուցվածքներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը շրջափակել են ուկրաինացի զինվորականներին Պոկրովսկ քաղաքում, սակայն Կիևը հերքում է այս տեղեկությունը, պնդելով, որ իրենց զորքերը շարունակում են պահել դիրքերը։ Գերատեսչությունը նաև պնդում է, որ ոչնչացրել է ուկրաինական հատուկ ջոկատայինների ուղղաթիռային 11 հոգանոց դեսանտը, ինչը ուկրաինական կողմը ապա տեղեկատվություն է որակել։ Միևնույն ժամանակ Օդեսայի մարզի վրա ռուսական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ռազմական օգնության համատեքստում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրականում չի դիտարկում Ուկրաինային Թոմահավք հեռահրթիռներ տրամադրելու հարցը։ Բելգրադում լարվածությունը սրվել է Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են ի պաշտպանություն Դիանա Հրկայի, որը հացադուլ է սկսել։ Հրկայի որդին անցյալ տարի Նովի Սադի երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով զոհված 16 անձանցից մեկն էր։ Պահանջում է արդարություն եւ ողբերգության պատասխանատուների բացահայտում։ Իրավիճակը սրվել է, երբ ցուցարարները լուսային ճայթուկներ են նետել կառավարամետ ակտիվիստների վրանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանությունը միջամտել է։ Ամիսներ տևող բողոքի ցույցերը, որոնք սնուցվում են կառավարական կոռուպցիայի եւ անպատժելիության մթնոլորտի դեմ զայրույթով, լրջորեն սասանում է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխանությունը։ Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարակը հայտարարել է, որ սպասում է Սիրիայի նախագահ Ահմեդ Աշարայի այցը Վաշինգտոն։ Նրա խոսքով այցի ընթացքում Սիրիան հուսով է միանալ իսլամական պետության դեմ պայքարող Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիային։ Այս քայլը դիտարկվում է Բաշար Ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո ձևավորված անցումային կառավարության ջանքերի մի մաս՝ վերականգնելու երկրի միջազգային կապերը։ Ներկայում Սիրիան անդամ չէ 2014 թվականին ստեղծված այդ կոալիցիային, որը պայքարում է ծայրահեղական խմբավորման վերածննդի փորձի դեմ։ Իսրայելա-լիբանանյան սահմանին լարվածությունը կրկին սրվել է։ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ իրենք կգործեն ըստ անհրաժեշտության, եթե Լիբանանը չկանխի Հեզբոլլահի վերազինումը։ Այս հայտարարությունը հաջորդել է իսրայելական վերջին հարվածներին, որոնց հետևանքով սպանվել է Հեզբոլլահի 5 անդամ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը ավելի մեծ հզորությամբ կվերականգնի իր միջուկային օբյեկտները, միևնույն ժամանակ պնդելով, որ երկիրը միջուկային զենքի չի ձգտում։ Այս հայտարարությունը պատասխան է հունիսին Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային կայաններին հասցված հարվածներին։ Նա ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը ծառայում է բացառապես քաղաքացիական նպատակների։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ կհրամայի նոր հարձակումներ իրականացնել, եթե Թեհրանը փորձի վերագործարկել ռմբակոծված օբյեկտները։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Վերադառնանք Հայաստան, անցած մեկ շաբաթում հանրային տրանսպորտից օգտվող 935 անձետ ուղղանվել, որից 673-ն առանց տոմսի երթևեկելու համար։ Այս մասին Երևանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը, հավելելով, որ խախտվել է վարչական իրավախախտումների մասին օրենքը։ Ավետ Բաբայանի խոսքով տուգանքի որոշումների չեղարկման 100 դիմում է եղել, որոնցից բավարարվել է 11-ը, իսկ մնացածն անհրաժեշտ իրավական հիմնավորում չեն ներկայացրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցից առաջինում երաժշտություն է լսում ու ձեռքերով սրտիկ է ցույց տալիս։ Երրորդում, որը վերնագրել է երկուշաբթի, իր նոր գլխարկով քայլում է մայրաքաղաքում, օգտվում տրանսպորտից եւ բարևում մարդկանց։ Թողարկման վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալով առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն առանձնապես չի փոխվի, նշվում է, որ համեմատաբար տաք է լինելու նոյեմբերի առաջին տասնօրյակը, միևնույն ջերմաստիճանը +4, իսկ երրորդը 0-ից ցածր կես աստիճան, ընդհանուր առմամբ նոյեմբերը լինելու է դրական շեղումով։
Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես Անին եմ Զաքարյան, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։